Դուրն էլ ավելով բաց են թողել։ Այս պահին Անդրանիկ Թևանյանի բնակարանում կարծես ինչական գործողությունները ավարտվեցին։ Այս պահին հակաբերած աշխատակիցները հավաքակիչներ իջեցրեցին իրենց հետ, հիմա չգիտեմ, թե պատահական ինչ է լինելու, սպասենք զարգացումները։ Ու ենթադրվում է, որ հնարավոր է էլի ինչ-որ բան պիտի իջեցնեն, որովհետև հեսա ինչպես տեսնում եք, շքամուտքի դուռը այսպես ավելով հարմարեցրել են, բաց են թողել, երևի որ էլի բան իջեցնեն, չեմ կարող ասել, չգիտեմ։ Այստեղ են նաև մեր հարգարժան լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր երկար ժամանակ սպասում էին իրենց շնորհակալություն կատարած ազնիվ աշխատանքի համար։ Փորձենք բարձրանալ, բայց հնարավոր է վերելակով իջնեն, չէ՞։ Հնարավոր է վերելակով էլ իջնեն։ Խնջական գործողությունների արդյունքում չի պարզվելու նախաքննական մարմնի տարածած հայկական հողագործության հետ կապված որևէ կերպով չեն կարող բացառում Ինչ արեցին, պարոն Թևանյան։ Ուզարկություն, դրասենյակից հետո ուզարկություն արդեն բնակարանում։ Այսինքն հիմա տեղաշարժի Ես խոշնդով չկա։ Կարգավիճակ չունեմ այս շինությունների կապված եւ հիմա իմ ավտոտնակն է զարգանում, բայց ես կարծում եմ իմաստ չկա մասնակցելու, քանի որ հաստաբաններ կան
Քաղաքական հետապնդումը բացել նաև քարոզչության այս փուլում մեր թիմի եւ մասնավորապես իմ քարոզչական գործունեության խոչընդոտում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, քանի որ ինքը խոստացել է թուրք ադրբեջանական օրակարգը սպասարկել, այդ սպասարկման շրջանակներում ինքը պետք է որոշակի գործողությունների դիմի, որպեսզի վերարտադրվի։ Տեսնում է, որ մենք Բարգավաճ Հայաստանում այլ Հայաստանի դեմոկրատական հայրենիք բնորոշում մասնակցում, բավական ակտիվ դերակատարում ենք ստանձնում, գնահատանիշը ամենօրյա ռեժիմով աճում է եւ ահա նրանք փորձում են խոչընդոտել մեր կառուցությունը, մեր գործունեությունը, բայց Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ պետական դավաճան է, այսինքն ինքը ինչքան էլ բարձր գոռա բռնեք դավաճանին, դրանից իր դավաճանությունը չի մեղմվում, այնպես որ ինքը շատ շուրջ խնդիրների առաջ է կանգնել, այս ամեն ինչը անցնելու է գնա, բայց իր այս ճղճին քայլերը մնալու են։ Դուք նաև հակընդդեմ հայց եք ներկայացրել։ Հայցեր։ Հիմա պատրաստում են մեր իրավաբանները հակընդդեմ հայցերի մասով եւ նաև պետք է տեղեկացնեմ, որ ձևակերպումները չեն տարնակրկնական բաղկացիներով, բայց ուսի անհետի ձևակերպումներ կան եւ որոշ բաներ պատկացեցի տողեր կան բացակայով, որոնք կանչության հավասարակերպումներ անհասկանալի է դառնում օրինակ, թե ինչ են եկել խոզակելու եւ մեր դերասենյակը կուսակցության եւ իմ բնակարանը եւ հիմա նաեւ իմ ավտոտնը։ Խաղապահները որևէ բացատրություն տվեցին, օրինակ ձեր այդ Դե այնի շուտ դուք տեսել եք այդ հեքիաթը, որ տարածվել է քննչական կոմիտեի կողմից, դա է։ Ինչ հայտնաբերեցին, օրինակ ինչ արգելավեցին։ Ես իրավունք ունեմ։ Դե դուք տեսաք արդեն ինչ է։ Դե արգվերով էր։ Դե ես նախաքննությամբ ստորագրություն տվելու իրավունք ունեմ բացահայտելու, մնացածը հավաստիացնում եմ ձեզ։ Պարոն Թևանյան, վաղուց մեր կողմից մոռացված փուլ էր։ Պարոն Թևանյան, այս պահին քննում է դատախազության միջնորդությունը հետապնդում հարուցվելու եւ չի բացառվում, որ եթե համաձայնություն տան, ապա ձեզ ձեռնարկալելու որոշում կկայացնեն, հետո կանոնական մակարդակության։ Հիմա ձեր որքան է գնալ քննարկական։ Ինչ ғալատ ուզում են թողան։ Հիմա գնում եք ավտոտնակի դուրը բացելու։ Ինչ կարգավիճակում է։ Ես ազատ կարամ ասում, թե ինչ կարգավիճակում է։ Կարգավիճակը որ ասեք, ես ասեմ, Կարա իմ կարգավիճակը այս պրոցեսի շրջանակներում կարող ասել է Ազատ է, չէ՞, պարոն կարագենա։ Որևէ կարգավիճակ ես պատասխանում ունեմ Հովանյանի մեկ ես ասում եմ, որ կառուցունակ կենտրոնական ընտրական անձնական Գիտե, զգուշություն ուզում գնալ, ասենք, բացեք էլի դուրս։ Եվ ուզում եք կարագենա, կարգավիճակ չունի։ Իսկ ինչու՞ չեք ուզում ԿՀ գնալ, պարոն Թևանյան, հիմա այնտեղ այս պահին ձեզ նկատմամբ հետապնդում հարուցելու հարցն է քննվում։ ԿՀ-ում այդ թեմանից հետաքրքիր չի, ԿՀ-ի որոշումները տվյալների հրապարակետի ապացույցները, որոնք այդպիսի մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին։ Տեսնեմ ինչ եմ անում։ Չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը հրահանգվել է ոնց արդեն տեքստը ասել է ինչ է, թե հիմա գնանք քննչական կոմիտե, ես գնահատական եկել եմ, ասել եմ բառան դրանք վերաբերում են պետական դավաճանության մեջ, պետական դավաճան Նիկոլ Փաշինյանն է, պետական դավաճանության մեջ մեղադրում է նախապես անոնս է տալիս, անոնսից հետո հայտարարություն անում, հայտարարությունից հետո երկու անց, ես այստեղ կանգնած հետ ասուլիս եմ տալու, ասուլիս եմ տալու, գնացել եմ ես դավաճ եմ արել, եւ այլն եւ այդպես շարունակ, այսինքն մարազմը շուտ աստիճան պետք է, երբ որ իրենք այդպիսի մահացու մեղադրանքներ են ներկայացնում, նշանակում է ես օր առաջ պետք է մտածել Հաստատան է ջրել
Սա է հասկանում, դրա համար ես ուզում եմ, որ դուք էլ որպես լրագրող ինձ էլ հետաքրքրել եք։ Միասին գնանք քննչական կոմիտե եւ գնանք ասենք, հայտնում եք, ինչ կա, գնանք ասենք։ Քննչական կոմիտե որ վարչությունների քննադատություն գնահատում Երևան քաղաքի Երևան քաղաքի Գնանք անունը հասկանանք ինչ են ուզում, որովհետեւ այս անհետեցությունը, այս մարզը դեպի պաշտպան կազմակերպել է, այս հոգեվարքի մեջ գտնվում է։ Ու նաև ասենք տեղեկություններ կան, որ ասենք Զելենսկին փոխում հաճարանը, որովհետեւ այս Դոնբասը այցելել է թիմով, եւ փաստորեն ստացվում է Զելենսկի տեսքերքանին Հայաստանում կարող է ինչ-որ հարցեր լուծել, որ Հայաստանի կանոն դիպլոմատիական ճանապարհը սա անհետեցություն է։ Դրանք միասին բացեն, եթե մեղավորություն կա, ասում են սահմանությունները հրապարակի, հիմա ամբողջ ապօրինական բազան հրապարակի։ Գաղտնիքը ո՞րն է, իմ ցանկացած ստորագրել, որ չեք հրապարակել։ հասկացա, բայց նայեք ո՞րն է խնդիրը, հիմա մարդու վրա պիտակ են կպցնում, ասում են նախաքննական գաղտնիք։ Հիմա օրինակ իրենց գործունեության արդյունքում, արդեն մի ժամկես է 7 օրը եմնա զտվել է 7 օր։ Իսկ 7 օրերին ինչ զգացում դա չհասկացա, այսինքն ինչ միտքով։ Ես դետալները չեմ կարող ասել, կապելու խնդիր չի։ Տեխնիկական պրոցեդուրալ հարցեր կան։ Այսինքն սարքավորումների խուզարկության Այնպիսի բաներ են արել, այնպիսի գործողություններ են արել, որի արդյունքում 7 օրի եմնա զտվել է եթերից այս քարոզության տունը։ Սա ուղիղ միջամտություն է քաղաքական եւ ընտրական գործընթացներին, եւ ես հիմա կուզենայի տեսնել, թե այն հայտնի կազմակերպությունները, մամուլի ազատության, խոսքի ազատության ինչ են ասում։ Ասել են, որ ամեն ինչ նորմալ է, 7 օրը եմնա հսկայական 10,000-ների այցելուներ են։ Հիմա այս քաղաքական փուլում իրենք որ մեզ զրկում են 7 օրը եմնա։ Նշանակում է քաղաքական թթվածունից զրկել։ Նաեւ դա ին պաշտպանության համակարգը չէ։ Հիմա իրանք լուտանքները թափել են, ասում են նախաքննական գաղտնիք չհրապարակի, թե չի նոր բաներ կհարուցեն, ու արդյունքում իրանք շամպես հաչանին են։ Ես էլ ասենք զրկվում հնարավորությունից պատասխանելու, այդ թվում էլ իրականության միջոցով։ Չնայած վերևում ասացիք, վերելակի որ կոդավորված է վերելակը, ձեր կինը կնոջ հետ որ բացատրեն այս վերելակը։ Միասին են բացատրում։ Հա, այսինքն իրենք կոդը չեն իմացել նախապես։ Չէ, միասին են բացատրում։ Հիմա անհետացում են տեղափոխում քննչական այդ բանի կոնվենցիի վրա։ Եվ իրար հետ գնանք ասենք, կարող եք ինձ էլ ասել հեսա բերում եք։ Ձեր պատկերացրած մարդուն գնանք տեսեք չեն անում։ Չէ, ինչ հետաքրքիր է։ Ստես հետաքրքիր չի, ասենք մենք ընտրությունների մասնակցող գլխավոր ընդդիմադիր ուժերից մեկն ենք։ Այդ ուժերի ցուցակի դեպքում համարի մարդը, այսպեսի հետաքրքիր բան է։ Նաև ես տեղեկացա, որ մարդուն ասել է, հանրությունը տեղացին, որովհետև առավոտորից ես այսպես ասած մասկի շոյի մեջ եմ, բայց սա խոսում եմ մասի բանի մասին, որ գալու է Հայաստանի ցուցակի դեմ, կուսակցության դեմ, եւ թիմի դեմ հարձակում է իրար։ Սա է ամենաշատը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը իր մարմնի բոլոր մասերի հատկապես սիրելի մասերը պատարակում է ժամանակներ խոսում էր ազատ խոսքից ազատ մամուլից դա ու մնաց դեմոկրատիայի բաստիոնը չնայած ոչ երբևէ չեն հավատացել այդ ամեն ինչը բայց հիմա շատ ուղիղ մենք տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում ու փաստորեն երևի Սուդանի, Մակրոնի և մյուսների աջակցությունը և հեղաշողը դրանով այսպիսի լատերից է տեսել։ Մեղադրանքներ ենքան անհետել, դրանց նույնիսկ առանձին մաս չեն Շնորհակալություն։ անհետել։ Ես սպասում ձեզ քննչականում գնանք, գուցե տեղում ինչ-որ մեկը հայտնվի և ասացին։ Այսինքն քննչական ձեզ չեն կանչել իրենք, որևէ ծանուցում, որևէ բան չկա։ Այս գործով ես ոչ վկա եմ, ոչ մեղադրյալ եմ, ոչ չգիտեմ, կարգավիճակ չունեմ։ Որոշում եմ մի հատ բերել դատարանին, որ պետք է խուզարկեն մեր գրասենյակը, մեկ էլ պետք է խուզարկեն մեր բնակարանը եւ հիմա խուզարկում են իմ ավտոտնակը։ Ասենք իդեպ ես չգիտեմ իմ ասել, չեմ ուզում նայել։ Օրինակ, պարոն Թևանյան, ինչ եք ակնկալում քննչականը, ինչ պատասխան պետք է տա ձեզ։
Կամ ինչ փաստեր պետք է ներկայացնի։ 11-ին են բռնել։ Դուք եք չէ այդ դվա եկել է։ Ուշի չան ժո։ Ինչ on, ես ինձ կալան եմ։ Ամսի 7-ից հետո։ Ձեր ավտոտնակում ինչ կա Թևանյան։ Ավտոմեքենա, ուրիշի պետք է։ Կարող է գումարներն եմ։ դե։ Ձեզ առավոտից հետաքրքրում է գումարները, այդ հարցով մենք իրար առանձին կպայմանավորվենք։ Մի գործը հիմա կհարցեն։ Այդ ճանապարհով ձեռք բերված գումարներ պետք չի, իհարկե կան այդպիսի գումարներ։ Դիմո ավտոմեքենա։ Իսկ տանից ես ինչ միացա, ինչ որ բան հայտնաբերեցի։ Ատոմային ռումբ։ Ինչ էի կանել։ Ատոմային ռումբը ամեն բնականում պետք է մոտ ատոմային ռումբ։ Սպառնալի չնչեցեք։ Դրա համար գրական։ Ատոմային ռումբը դա Հայաստանի անկախության անվտանգության երաշխիք է եւ յուրաքանչյուր բնակարանում։ Ձեր կարծիքով այսօր ձեզ կկալանավորեն։ Գնանք քնչական պարզ ենք ժողովուրդ։ Այդ եմ ասում։ Հիմա դուք գնում եք քնչական։ Հա, գնում ենք քնչական ժողովուրդ, անկեղծ առաջարկում ձեզ գնանք քնչական կոմիտե։ Պարոն Թևանյան, դուք ձեր սեփական նախաձեռնությամբ եք գնում, թե իրենք են։ Չէ, ես հիմա ազատ եմ, ինձ ասում են դու կարգավիճակ չունես, դու ազատ ես։ Մեջունը սա բանը։ Իսկ ինչ ով են խոզարկություն իրականացնում ձեր։ Դրանա ապացուցեք, եկել են։ Կամ չգիտեմ, եթե Գնում քանի տուն չեն գնացել։ եկել են մեր գրասենյակը։ Ոտից գնում ասենք ավդելը։ Մեր տունը ոտից գնում ավդելը։ Դուք որ մտակ տուն արդեն խոզարկություններ իրականացրել։ Ոչ, Իսկ նրանք ձեր տանը եղել էին միջև ձեր գնալը։ չէ։ Ինչև իմ գալը եղել են, բայց ինձ տան եղել է դրան։ Բայց վերելակը ոնց էին բացել, վերելակն էլ էր չէ բաց։ Հա։ Իրանք այսպես են ձևակերպում, որ մենք եկանք, տեսանք, որ հարևանը իջնում է, ասեցինք մի փակեք, տենց ինչ-որ։ Իսկ այդ հարցակումը որ ներկայացվեց։ Դա մի քանի օր առաջ է եղել, ժամանակական այդպես նշանակություն չի տվել դրան։ Այդ շնորհիվ կարող ասեմ։ Օրինակ ես չգիտեմ մեր վերլակի դուրը ոնց է բացվել։ Ես եկա տեսա իրանք բացել են։ Այս ընթացքում բազմաթիվ հարցեր առաջացան, թե ինչպես է որ դեպի ձեր տուն վերելակ է դրված, դուք մինչև գնելը ունեիք կար այդ վերելակը, թե ձեր գնալուց հետո։ Այսինքն դուք չեք ստացել ֆինանսական միջոցներ վերելակը։ Ոչ դա այդպես է։ Սովետական հատված մայքրից։ Շատ լավ, շնորհակալ։ Ոչ, ես ձեզ սպասում քնչական։ Մամիկոնյանց չէ, այնտեղ եք գնում։ Քնչական Հա, շատ լավ։ Որտեղ անկեղծ եմ ասում, պատկերացրեք իրա ձեր վրա։ Գալիս են ձեր տուն, խուզարկում են, խաղում են եղած չեղածը, ասում ես ես ինչ կարգավիճակում եմ, ասում եմ ոչ չունեմ։ Ասում ես բա ինչի՞ խուզարկում, ասում եմ դատարանի որոշում կա, ասես բաներ են։ Ասում եմ հետո դե խուզարկում են ինչ-որ բաներ են։ Դիտարկում, նախ վնաս են տալի 7 օրի են բացում, հետո լսում են դե լավ ազատ ես։ Դա չի, բան չի ստացվում, հիմա ձեր վրա վերցրել։ Պարոն Թևանյան, ավտոտնակից բացի կա այդտեղ որտեղ պետք է գնանելի խոզարկություն իրականացնել։ Որտեղ գումարներ պահած։ Ոչ միտեղ չկա, որ պետք է անել։ Քնչականում գնանք եկել իրենց խոզարկենք։ Հարցը քննենք իրեն, լուրջ եմ ասում, հարցեր տանք, պատասխաններ ստանանք։ Հասկանանք ինչ ենք անում։ Կոնկրետ նախ Ես կարծում եմ ավելի շատ էսի խոչընդոտում էր նշանակում։ Մի օր եկել են խոզարկեցին ամբողջ օրը զաֆողեցին կառույցությունը։ Մի ուրիշ օր կարող կանչեն, ասում են ձեզ հարցեր ունենք տալու հարցակնության ժամերով գնացին դեպի կորավ։ Հետո մյուսը կորավ, մյուսը օրերը կորան, կառույցությունը այդ մասով զաֆողեցին, իմ մասնակցության մասով ու վերջացավ։ Բայց օրինակ կարող է, չէ՞, բռնի գործողություններ իրականացնել, ձեզ բերման ենթարկեին, գցեին գետնին, Նիկոլ Փաշինյանի սիրած ձևով։ Հետո վերջը։ Տարօրինակ չի, որ այդպես չեն անում։ Հիմա ես պետք է իրաց փոխարեն պատասխանեմ, թե իրանք ինչի այդպես չեն արել։ Կամ առանց նա։ Դուք ինչ եք ուզում, որ իրանք այդպես գործողություն ունենան։ Չէ, ուղղակի տարօրինակ է նաև, որ դուք որևէ կարգավիճակ չունեք, բայց այս Իսկ տարօրինակ չի, որ մարազմատիկ տեքստը հրապարակել է։
Պարոն Թևանյան, 4 գոտանիկա որ կա այդտեղ։ Եվ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Նիկոլ, եւ այդ մեկ մարդը դու ես։ Պարոն Թևանյան, դուք պատասխաներումից եք ակնկալում քննչական կոմիտեի նախագահից։ Գնահատեսնող կա։ Հերթապով կրնիկը գնամ ասեմ ես ինչ անես եկել եմ ձեր մոտ տարածես։ Սենց պետական դավաճանության մեղադրանք են աճեցի ես հիմա ձեր մոտ եմ։ Եկել եմ բարեձեզ ես եմ։ Հիմա մի հատ հասկանանք, իրոք անկեղծ է զավեշտ ես ուզում հասկանամ ինչով ավարտել։ Ասենք գործողություն են անում, չէ, ասում են էս արել, պետության, ինքնիշխանության եւ այլն, չէ։ Հետո ասում են լավ, դու ամեն մեկս գնանք իրենց գործերով։ Սեզա չեն կանանավորում, չեն ձերբակալում, հանգիստ պատտվում եք։ Պետական դավաճանը հանգիստ։ Հա, իրենց շատ եք ասում, հա, բայց դու բան այո, վիզ եք դրել ես ասես։ Տարօրինակ։ Ինձ էլ փորը տալիս է սա։ Է շատ տարօրինակ է։ Մնացած մասերը դա։ Տիկին Խոստանջյանը մասնակցում է, թե Կողմ գնանք գարաժը, բախն ավտոբան։ Գարաժը փակեցին։ Ներսից մեկտես ներսից։ ես դրել քննչական կողմ։ Որքան դիմացը բաց է։ Եվ նաև օտոմատիկ Այ մով ասում։ դե ինքնաթվում է կապակցում, բայց անպայման որոշում է։ Այսինքն ապօրինի է Տիկին Մենք Խոստանջյանի ազգացության որոշումը մեզ Թևանյան, բայց Քսերակոպյան տրամադրեցին Հա, արձանագրություն։ արձանագրության ճիշտ է։ Պարոն Թևանյան, դուք երբևէ հետաքրքրություն դրսևորել եք իմանալու 2024 թվականին թե ազգային ժողովում ինչ փակ գաղտնի նիստ է տեղի ունեցել։ Բովանդակությունը ձեզ հետաքրքրել է, թե չէ։ Արցախը տալիս է դրա ենթատեքստը որն է, որ ասում են այո, ես հետաքրքրվել եմ։ Բոլորն էլ հետաքրքրվել են։ Քաղաքականությամբ զբաղվող մարդիկ հետաքրքրված են այնքանով, որքանով, բայց քանի որ ես նույնիսկ պատգամավորության ժամանակաշրջանում գաղտնիության թույլտվություն չեմ ունեցել, որովհետև ես ինքս եմ որոշել, որ չեմ ուզում համապատասխան պրոցեդուրաներ անցնել եւ համարել եմ դա սխալ, որովհետև առաջնային մանդատ ունեցողը չպիտի ավելի ցածր կարգավիճակ ունեցող մարմնին ինչ-որ հաշվետվություն ներկայացնի, ինչ-որ հայտարարագիր լրացնի, ինչ-որ բաներ ապացուցի, որ իրեն թույլ տան գաղտնիցի, ես ասում եմ, չեմ մասնակցի եւ մի շարք ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվում են։ Իսկ շարադերում է նշված 24 թվականին, ես ջանակ պատգամավոր չեմ։ Դե դրա համար եմ հարցնում, նիստի բովանդակությունը, որտեղ Միրզոյանը, փոխվարչապետը, ընդդիմությանը տեղեկություններ են փոխանցել, ձեզ հետաքրքրել է, թե ոչ։ Բոլորին հետաքրքրել է այնքանը, որքանով մենք քաղաքացիենք եւ մասնավորապես ինձ որպես քաղաքական մարդ։ Բայց այս իշխանությունների անլրջությունը, մարազմը կայանում է այն մեջ, որ ուրեմն նախ այս իշխանությունների գործողություններից մենք բոլորս տեղեկանում ենք ադրբեջանական լրատվամիջոցներից եւ երկրորդը այս իշխանությունների պարագայում խոսել գաղտնիության մասին ծիծաղել է, որովհետեւ շատ դեպքերում իրենց կողմից վերահսկող լրատվամիջոցների կամ այլ լրատվամիջոցների էջերում հայտնվում են ամբողջական տեքստերը այսպես կոչված գաղտնի նիստերի մասին։ Այդ ինչ գաղտնի պետք է ասեն, որ մի հատ հետաքրքրվեին, եւ մենք գիտենք, որ օրինակ Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգն է սպասարկում։ Ինչ գաղտնի կարող է պարզել։ Եվ 24 թվին, 22 թվին իրանք գաղտնի էին պահում, որ Արցախը ուզում են հանձնել։ Ես ազգային ժողովի ամբիոնից առաջին օրը հոկտեմբերի 7-ի հայտարարություն ունեմ, կարող համացանցում ունեմ, հոկտեմբերի 6-ին Պրահայում հայտարարություն են արել, դուք ստորագրել, ես ամսի 7-ին, 8-ին, 9-ին լսումների մակարդակով եւ այլն մակարդակով հայտարարել, որ դուք հանձնել եք Արցախ Ադրբեջան։ Այն օրերին դրան
պնդում էին, որ ոչ, այդպիսի բան չկա, դա սուտ է, ընդդիմությունը հերթական սխալ բաներն է ասում։ Եվ հիմա ինքը ասում է, այո, ես դա արել եմ եւ դա գիտակցված եմ արել։ Դուք ասում եք, որ դուք այդ ժամանակահատվածում падգամավոր չեք եղել, ձեր մանդատը վայր եք դել։ Քննչական իր հաղորդագրության մեջ ասում է, որ ապօրինի եք ստացել այդ ամեն ինչը, ձեզ օգնել է։ Արադ Նեզարը ինչ պետք է ասել, մենք չգիտենք։ Ամբողջ աշխարհը չգիտի։ Արադ Նեզարը սպասարկում է Թուրքիայի ու Ադրբեջանի Դա հիմա դուք ասենք, դա ապուշություն է այսպես։ Ինչ որ հայտարարություն են արել, իքանատես։ Ես ձեզ կհուշեմ, որ դուք իրավապահ անուններից քննչական կոմիտեից հարցնեք, արդյոք որևիցե մեկը այդ լսումների ժամանակ ինչ-որ մի բան գաղտնիության վերաբերյալ ստորագրել է։ Այսինքն, եթե փակ է եղել, դա չի նշանակում, որ գաղտնի փաստաթղթերը իրենց ստորագրությամբ տրված է եղել եւ նրանք ունեցել են պարտավորություն ինչ-որ X մեկին չփոխանցելու, որն էլ այդ X1-ն էլ ինչ-որ X այլի չփոխանցել։ Այսինքն ասածը հետևյալն է, որ եթե նույնիսկ եղել է քննարկում, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ մի փաստաթուղթ է քննարկվել, որը եղել է գաղտնի եւ հասանելի է եղել որևիցե մեկին։ Այսինքն ինչ որ քննարկվել է, հավանաբար քննարկվել է փակ եւ գաղտնիության հետ կապված խնդիրը այստեղ չի կարող հարուցվել։ Գնանք քննչական, համել իրար հետ ձեր բազմաթիվ այլ հարցեր բարձր։ Գնացեք ձեր բարի ճանապարհ։ Տիկին Փոստան ջան։